Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Կներեք, Տիկին Գալյան, դուք երկար ժամանակ չեք պաշտոնավորում ես արդարության նախարարի պաշտոնում եւ այն նախկին տված խոստումները, որ տրվել էին, դուք չեք արել, ամեն դեպքում ձեր կառույցի կամ նախարարության ղեկավարներն են տվել։ Ես ուզում եմ հասկանալ այն խոստումները, որ տրվում էին քրեակատարողական հիմնարկի շենքերի նորոգման, նոր շենքերի կառուցման, մանավանդ Նուբարաշենի այդ քրեակատարողական հիմնարկը փակելուն եւ փոխարենը նորը բացելուն։ Այդ առումով մենք ինչ որ բան ունենք, թե չունենք եւ գոնե առաջիկայում կունենանք, եթե եղել է, ես չգիտեմ, ներողություն եմ խնդրում։ Երկրորդ հարցը վերաբերում է ոչ այնքան զեկույցին, որքան սահմանադրության նախագծին։ Եթե ես գիտեմ, դեռ չի հրապարակվել տեքստը, բայց օրերս որոշ Facebook-յան էջ ասեմ, թե լրատվամիջոց ասեմ, հրապարակել է, ասում եմ, մեր ձեռքի տակ են հայտնվել սահմանադրության տեքստը։ Այսինքն ինչպես կարող է, եթե չի որոշվել, որ հրապարակի, ինքը սահմանադրության տեքստը հրապարակվում է։ Դա ձեր կարծիքով մտահոգիչ է, թե ասենք ոչինչ, որ ուղղակի ժամկետների խնդիր է։ Եվ երրորդ հարցը, ձեր կարծիքը, ես կցանկանայի, որ որպես արդարադատության նախարար, ասեք, ի վերջո ատելության խոսքը, սպառնալիքը պետք է պատժվի օրենքով, թե չպետք է պատժվի։ Օրինակ, օրերս կարդում եմ մի հրապարակային քաղաքական գործիչ իր անուն ազգանունով մեկ այլ գործչի հրապարակային սպառնում է, որ իր նկատմամբ բռնություն են կիրառելու, ընդ որում ակնարկում է, որ սեռական տիպի բռնություն է կիրառվելու։ Ու կոնկրետացնում է, ասում է, այսպես։ Հիմա մենք ինչ երկիր են կառուցում, որտեղ ով ասիում կարա սպառնա այդպիսի սպառնալիքներով, թե ի վերջո պետքա սա պատժվի օրենքով։ Ես ձեր կարծիքը ուղղակի կցանկանամ իմանալ։ Շնորհակալ եմ շատ հարցերի համար, բայց մինչ ձեր հարցերին անդրադառնալը ինձ թվական տվյալներ ուղարկեցին հաշտարարության Տիկին Ղազարյան։ Այս թվերը հնչեցնեմ ու անցնենք մյուս հարցերին։ Էլեկտրոնային համակարգով մուտք եղած հաշտարարական գործերը 1045-ն են եղել, որոնցից 860-ը ավարտվել են հասպայտրությամբ։ Ատելության խոսքի հետ կապված մենք ունենք քրեական պատասխանատվություն ատելության խոսքի համար, եթե այդ խոսքը հարուցում է կամ հրահրում է թշնամանք կամ քարոզում է թշնամանք, եւ ունենք նորմ, որը բռնության կոչերի համար է պատասխանատվություն նախատեսում եւ յուրաքանչյուր կոնկրետ իրավիճակում ես միշտ առաջարկում եմ հանցագործության մասին հաղորդում տալ։ Եթե ձեր կողմից նկարագրված երևույթի հետ գործ ունենք, ես չեմ ուզում գնահատականներ հնչեցնել, բայց առաջին հայացքից այդ խոսույթը կարող է պարունակել քրորեն հետապնդելի արարքի հատկանիշներ։ Բայց առաջ ընկնելով ասեմ, որ այսօր մենք քաղաքացիական եւ վարչական պատասխանատվություն չունենք ատելության խոսքի համար եւ դա բերում է նրան, որ մարդկանց թվում է իրենք ինչ ասես կարող են ասել եւ դա տեղավորվում է խոսքի ազատության սահմանների մեջ, բայց այդպես չէ եւ որպեսզի այդպես չլինի նաեւ հողի վրա իրականության մեջ մենք ունենք օրենսդրական նախաձեռնություն ատելության խոսքի համար սահմանելու ոչ նյութական վնասի հատուցման հնարավորություն, ինչպես վիրավորանքի ու զրպարտության պարագայում է, եւ նաեւ քննարկում ենք վարչական պատասխանատվության սահմանման հնարավորությունը մեր գործընկեր կառույցների հետ։ Տեքստը նախագծի նախնական տարբերակը հրապարակված է idraft.am կայքում եւ ցանկացողները կարող են ծանոթանալ դրա բովանդակությանը։ Սահմանադրության տեքստի հրապարակման հետ կապված ես ուզում եմ նշել, որ սահմանադրության նախագիծը չի հրապարակվել։ Իսկ թե ինչ է հրապարակվել, ես չգիտեմ, չեմ կարող ասել, միայն կարող եմ ասել, որ մենք
բազմաթիվ աշխատանքային վարժություններ ենք արել ժամանակին, գրել ենք, ջնջել ենք, գոյություն ունեցող սահմանադրության վրա փոփոխություններ ենք արել եւ այլն, եւ կարող է լինել այնպես, որ քաղաքացիների կամ անձանց ձեռքի տակ հայտնվեն աշխատանքային հարյուրավոր տարբերակներից որոշները։ Ես ոչ վատ եմ վերաբերվում, ոչ լավ եմ վերաբերվում, ինձ մեկ է, ես կարող եմ միայն ասել, որ պաշտոնապես տեքստը չի հրապարակվել, բայց կհրապարակվի իհարկե, եւ ինձ մեկ հանգամանք է մտահոգում, որ հրապարակողները կամ լրատվական միջոցները փորձում են աժիոտաժ ստեղծել այս հարցի հետ կապված եւ փորձում են այնպես ներկայացնել երևույթները, որ մարդկանց թվա թե ինչ որ կոնսպիրատիվ տեսությունների հետ մենք գործ ունենք կամ կոնսպիրացիաներ են արկա մեր արարքներում եւ այս օգտագործելով նաեւ առիթը եւ այս հարթակը ուզում եմ մեկ եւ միակ կարեւոր բանը կրկին շեշտադրել այս համատեքստում, սիրելի քաղաքացիներ, դուք տեսնելու եք տեքստը, լիովին ծանոթ եք լինելու դրան եւ հնարավորություն եք ունենալու որոշել, ունենալ նոր սահմանադրություն, թե ոչ։ Սա միակ բանն է, որ մենք կարող ենք ասել այս պահի դրությամբ։ Ինչ վերաբերում է Նուբարաշեն քրեակատվական հիմնարկին եւ առհասարակ վերանորոգման աշխատանքներին քրեակատվական հիմնարկներում, ես պետք է ասեմ, որ նոր քրեակատվական հիմնարկ ունենալու խոստումը ոչ թե նախորդ նախարարներին է եղել, այլ բխել է քրեակատվական եւ պրոբացիայի ոլորտի ռազմավարություններից, այսինքն դա ռազմավարական առաջնահերթություն է եղել, բայց ինչ-ինչ պատճառներով այդ փոփոխությունը կարևորագույն հետաձգվել է, բայց մենք չենք հրաժարվել այդ գաղափարից։ Հենց հիմա բանակցում ենք մասնավոր ընկերությունների հետ, փորձելով հասկանալ, թե ինչպիսին կարող է լինել նրանց գնահառաչարկը քրեակատվական հիմնարկ կառուցելու, որպեսզի համադրենք մեր իրական հնարավորությունների եւ այլընտրանքային լուծումների հետ եւ կարճ ժամանակում կարծում եմ, որ վերջնական որոշում կունենանք, թե ինչ ճանապարհով ենք առաջ շարժվում, բայց միարժեքորեն պետք է նշեմ, որ Նուբարաշեն քրեակատվական հիմնարկը ապագայում տեղ չունի, այսինքն ինքը փակման ենթակա քրեակատվական հիմնարկ է։ Մյուս հիմնարկների հետ կապված մեծածավալ վերանորոգման աշխատանքներ ենք իրականացրել, նաև այդ վերանորոգման աշխատանքներին մասնակից դարձնելով անազատության մեջ գտնվող անձանց, այսինքն ապահովել ենք նաև իրենց աշխատելու իրավունքը եւ 40-ից 50 օբյեկտով ավել ենք վերանորոգել, քան նախորդ տարվա ընթացքում, այսինքն նոր թափով մեծ ծավալով վերանորոգման աշխատանքները շարունակվում են։ Արձագանք։ Շնորհակալ եմ պատասխանների համար, հանգամանալից պատասխաններ էին, ես մի հայլ հարց տամ, Տիկին Գալյան, հանրության մեջ այսպիսի կարծրատիպ կա ամուր նստած, որ եթե, եւ դա իրականում շատ ճիշտ է, եթե մարդը ունի ֆինանսական որոշ հնարավորություններ, ինքը դատական համակարգով, դատական պրոցեսով իր խնդիրը լուծելու հնարավորություն ունի հաշվի առնելով այդ ծախսերը, սկսած փաստաբանական, դատական։ Իսկ ով չունի, ինքը ոնց որ ինքը խոցելի է դառնում, որովհետև ինքը համ տուժում է, համ էլ ֆինանսապես հնարավորություն չունի այդ խնդիրները լուծելու։ Պետությունը այսպիսի բան նախատեսում է կամ ճիշտ կհամարի, որ ունենա համապատասխան աջակցության ոնց որ փաստաբանական անվճար ծառայություն այն մարդկանց համար, որոնք չեն կարող ասենք 1 միլիոն կամ 2 միլիոն դրամ վճարել եւ փաստաբանական ծառայություն պատվիրել։ Շնորհակալություն։ Մեր երկրում կարծում եմ տեղյակ եք, որ կա ու գործում է հանրային պաշտպանի գրասենյակը, բայց պաշտպանի մասնակցության պարտադիր դեպքերը իհարկե չեն ներառում կամ փաստաբանի մասնակցության դեպքերը պատվի արժանապատվության դեմ ուղղված արարքներից պաշտպանվելու գործընթացին, եթե խոսքը քաղաքացիական դատավարության մասին է, այս դեպքում գործում է այլ ինստիտուտ, որ փաստաբանի ողջամիտ ծախսերի հատուցման հետ է կապված եւ դատարանը գործի քննության արդյունքում նաեւ որոշում է կայացնում այդ մասով, այսինքն փաստաբանի ծախսերի հատուցում ամեն դեպքում, եթե հայցը բավարարում է
իրականացվում է, բայց կարող եք ասել, որ դա ոչ միշտ է համաչափ լինում փաստաբանի իրական ծախսերի հետ եւ ես ձեզ հետ կհամաձայնեմ ու այս ուղղությամբ առաջարկ ունենք, որը պետք է քննարկենք, առաջարկում ենք, որ մինիմալ շեմ սահմանվի հատուցման որը որ կլինի այնքան բարձր, որ մի կողմից կկանխարգելի, մյուս կողմից էլ ավելի լավ կպաշտպանի այն անձանց շահերը, որոնք ոտնահարվել են, ում շահերը, որ ոտնահարվել են, ներողություն։